կապված ես հարց ունեմ, եթե կարելի է, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։ Մենք եկել ենք լսումների, ուզում ենք մենք լավակենք մեր օրենքները, տեսնենք ինչ խնդիրներ կա։ Քաղաքական հայտարարությունները ինչի համար են, որ ինչ անենք։ Այս ամբիոնը տրամադրել ենք, որ մեր հասարակության համար ավելի բարելավենք վիճակը, լավարկենք օրենքները, այն խնդիրները, որոնք որ առկա են, դրանք լուծենք։ Ինչ հայտարարություններ են անում այս ձևով։ Ես կարծում եմ անընդունելի է։ Աշխատանքային քննարկում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար, պարոն Սուքասյան, հարգելի ներկաներ, ովքեր դիմել են, որ այսօր մասնակցեն այս լսումներին, ոչ մեկին չենք արգելել, ոչ մեկի նպատակահարմարությունը չենք ստուգել, այս լսումները չենք կազմակերպել հրավերով, ովքեր դիմել են, մենք մեծ ցանկությամբ ընդունել ենք լսումների աշխատակարգի վերաբերյալ եւ միանձնյա չհիմնավորված որոշումներ չկայացնել։ Այստեղ որևէ մեկը պարապ չի մնացել, որ ոստիկանության գեներալը նստի սպասի, ինչա թե Դանիել Յունիսյանը մի տեղից շտապում է, թող գնա իր հանդիպումներին։ Այդ ինչ խնդրում եմ հարգանք ցուցաբերել խորհրդարանական լսումների մասնակիցների եւ ձեր սահմանած աշխատակարգի նկատմամբ։ Շնորհակալություն։ Հիմա հարցս ձեզ, պարոն գեներալ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքների վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով եւ ըստ էության կասկածի տակ դրեց բոլոր վարորդական իրավունքների վկայականների լեգիտիմությունը, բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքը իր վարորդական իրավունքի վկայականը ստացել է 300 մետր հեռավորությունից։ Ես ուզում եմ անամ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ըստ վարչապետի արձանագրումների վարորդական իրավունքների վկայականների տրամադրման գործընթացում։ Երկրորդ հարցը, դուք ձեր վիճակագրության մեջ նշեցիք հիմնականում դեպքերի հետ կապված քանակները, վիճակագրությունը ինչ պատահարներ են եղել։ Ես ուզում եմ իմանամ, ինչքանով է կատարվել վարչապետի խոստումը 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, որ պետք է Հայաստանում վերացվեն արագաչափերը, տեսանկարահանող սարքերը եւ այլն։ Ես ուզում եմ իմանամ, դրանք արդյոք վերացվել են, թե ավելացվել է դրանց քանակը։ Խնդրում եմ ներկայացնել վիճակագրություն տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի վերաբերյալ մինչեւ 18 թվականը եւ 18 թվականից հետո, ինչպես նաեւ դրանց արձանագրած վարչական խախտումները, դրանց ծավալները։ Արդյոք այդ ամեն ինչը եթե չի ազդում ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, հիմնական նպատակը մեր ժողովրդին թալանի եւ կեղեքման նոր մեթոդ կիրառելով կեղեքելը չի եղել։ Հաջորդ հարցը վերաբերվում է ոստիկանության ծառայողի կողմից, որը ուղեկցել էր վարչապետի Ավտոն Շարասյանը ազգային ժողովում կանոնակարգով չնախատեսված հանդիպման մասնակցելու համար հղի կնոջը սպանելու։ Ես գիտեմ, որ ոստիկանության գործունեությունը իհարկե բացի օպերատիվ բնույթ կրելուց նաև որոշակի իմաստով պլանավորում է։ Ես ուզում եմ իմանամ, այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն հարցերի համար, բայց ձերի 3 հարցերն էլ այսօրվա օրակարգի հետ կապված չեն, խնդրեմ գրավորտի մեկ, մանրամասը կպատասխանենք բոլոր հարցերով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապ չունեցող խնդիրներ են դրանք, այսօրվա քննարկման կոնկրետ։ Պարոն գեներալ, դուք կարծում եք, որ վարորդական իրավունքի վկայականի օրինական, անօրինական լինելը կապ չունի երթևեկության անվտանգության հետ, թե երթևեկության անվտանգության հետ կապ չունեն արագաչափերը կամ տեսանկարահանող սարքերը, դրանց արձանագրումները, թե ոստիկանության ծառայողների մարդկանց վթարի ենթարկելը եւ նրանց մահվան պատճառ դրանից որ մեկը կապ չուներ երթևեկության անվտանգության խնդիրների հետ ճանապարհային երթևեկության։ Խնդրում եմ պարզաբանել։ Վերջին դեպքը, քանի որ գտնվում է դատական փուլում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Վերջին դեպքի հետ կապված, գիտեք, հղի կնոջ վրա երթի հետ կապված դատական գործընթացներ ընթանում, ես ոչինչ չեմ կարող պատասխանել այդ պահին, երևի ճիշտ կլինի ինչ չդիմել տվյալ դեպքի հետ կապված։ Արագաչափերի եւ մնացած ձեր հարցերի մասով, պարոն Ղազարյան, ես կարծում եմ, որ ավելի մասնագիտական պատասխան զեկույց կունենանք, սա մեկ։ Երկրորդը կանոնակարգով, աշխատակարգով ես իրավասու եմ որոշակի փոփոխություններ կատարել օրակարգի մեջ եւ եթե ցանկություն չունեիք լսելու պարոն Յովհաննիսյանի ելույթը, կարող եք դուրս գալ եւ խնդրում սրանից հետո բաները դիտողություններ մի արեք աշխատակարգի վերաբերյալ, որովհետեւ եթե ծանոթ լինեիք, կտեսնեիք, որ ես որոշակի նպատակահարմարություններից ելնելով կարող եմ ինչ-որ փոփոխություններ անել։
Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սեմյոն Բաբայան, խնդրեմ պարոն Բաբայան։ Կարգի հետ կապված ես հարց ունեմ, էլ եթե կարելի է, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։ Մենք եկել ենք լսումների, ուզում ենք մենք լավակենք մեր օրենքները, տեսնենք ինչ խնդիրներ կա։ Քաղաքական հայտարարությունները ինչի համար են, որ ինչ անենք։ Այս ամբիոնը տրամադրել ենք, որ մեր հասարակության համար ավելի բարելավենք վիճակը, լավարկենք օրենքները, այն խնդիրները, որոնք որ առկա են, դրանք լուծենք։ Ինչ հայտարարություններ են անում այս ձևով։ Ես կարծում եմ անընդունելի է։ Աշխատանքային քննարկում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար, պարոն Սուքասյան, հարգելի ներկաներ, ովքեր դիմել են, որ այսօր մասնակցեն այս լսումներին, ոչ մեկին չենք արգելել, ոչ մեկի նպատակահարմարությունը չենք ստուգել, այս լսումները չենք կազմակերպել հրավիրով, ովքեր դիմել են, մենք մեծ ցանկությամբ ընդունել ենք։ Հարցը հետևյալի մասին է։ Այ դուք որպես գլխավոր դատախազ, որպես իրավաբան, ինչպես եք վերաբերում գործերին, որը դուք ներկայացնում եք դատարանում որպես կողմ, որտեղ պետք է կողմերը ունենան հավասարություն, այն դեպքում, երբ դատավորները կոնկրետ օրինակ ունենում են քաղաքական անցյալ։ Այ ձեր մոտ դատախազությունում կա ինչ որ քննարկումներ այդ թեմայի շուրջ, ինչ մոտեցում պետք է որդեգրեք, որովհետև մենք տեսնում ենք հատկապես անցած տարիներին, երբ գոնե մի թեթև ինչ որ կապ է տեսնում դատախազության մեղադրող կողմը որևէ ում որ մեղադրում են նրա հետ կապված դատավորի անցյալի բանի մասով շատ հստակ դիրքորոշում են ունենում եւ որպես կանոն դատավորները այդ ժամանակ ընդունում են դատախազների ներկայացրած բացարկի միջնորդությունը, բայց հակառակ դեպքերում տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Կան կոնկրետ գործեր, ու այստեղ կրկին եւս մեկ անգամ մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների գործարկումը ոնց որ ինչպես որ անում է եւ քննչականը, եւ դատախազությունը, եւ սա, մեղմ ասած, արդար չէ։ Ինձ հետաքրքիր է ձեր մոտեցումը այս հարցում։ Ներողություն, ես խնդրեմ երկակի ստանդարտի հետ կապված մի փոքր մանրամասեք ինչի նկատի ունեք դատախազությունում, կադրային ընտրության։ Չէ, այս նման դեպքերում, երբ որ օրինակ դատավորը, չէ, շատ կոնկրետ ասի, դատավորի մասով, այսինքն բան որդեգրելու, եթե մի դեպքում ինչ որ կապ են տեսնում կոնկրետ դրա հետ կապված գործողություններ են անում, որովհետև իրենց դա ձեռնտու ելնում այդ ժամանակ, ուրիշ դեպքերում, երբ շատ ավելի հստակ կապ է լինում ի վնաս մյուս կողմի ու երևի թե ի օգուտ դատախազության, այդտեղ իրանք կարծես չտեսնելու են տալիս, նորմալ են դա համարում ու ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, կոնկրետ